Վրաստանի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը երկրի տնտեսական իմիջի հետագա ամրապնդման համար, ներդրումների ավելացման նպատակով, լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախնական գնահատականներով 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ աճել է 47.7%-ով, հասնելով $271.2 միլիոն։ Մեր երկիր են գալիս շատ խոշոր ներդրողներ եւ վերջին ամիսներին նման դեպքերը շատ են։ Սա ուղղակիորեն արտացոլվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ֆինանսական տվյալներում։ Ապագայում մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր երկրի տնտեսական իմիջի հետագա ամրապնդման համար եւ ակտիվորեն կհամագործակցենք ներդրողների հետ։ Վարչապետը նշել է, որ ներդրողների հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ անընդհատ աճում է։ Նրա խոսքով անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների գրեթե 50% աճ է գրանցվել, ինչը կառավարության կողմից իրականացվող առողջ տնտեսական քաղաքականության արդյունք է։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարվել են Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից եւ Նիդերլանդներից։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Գվրիվիշվիլին եւ նրա ղրղыз գործընկեր Բակիտ Սիդիկովը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործընկերության ընդլայնման հնարավորությունը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանի եւ Ղրղստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի եւ հետագա ամրապնդման հեռանկարներին։ Հանդիպման ժամանակ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ տնտեսական կապերի ամրապնդումը երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր կողմ է։ Նա հավելել է, որ Վրաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջև փոխշահավետ գործընկերության նոր ոլորտների բացահայտմանը։ Գվրիվիշվիլին Ղրղստանի էկոնոմիկայի եւ առևտրի նախարարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Վրացական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն ու հետաքրքրությունը Ղրղստանի շուկայում արդեն իսկ առկա ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու հարցում։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին եռամսյակում եղել է $191.8 միլիոն։ Այս առևտրի մեծ մասը բաժին է հասնում արտահանմանը, Ղրղստանը հիմնականում ավտոմեքենաներ է գնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առթիվ։ Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Օգտվելով առիթից կրկին մաղթում եմ ձեզ առողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին բարգավաճում եւ երջանկություն»։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև գտնվող Մարգարա անցակետը կբացվի հունիսի 12-ից մինչև 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 11-ի նիստում։ Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։ Ըստ այդմ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ եւ նվազ ծախսերով հասցնել Լիբանան։ Հիշեցնենք, որ Մարգարա անցակետը չի գործում Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելու պատճառով, որը միակողմանիորեն փակել է Թուրքիան 1993 թվականին։ Օրերս Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է նախապես ծրագրված հարվածները եւ հուսով է, որ առաջիկայում կողմերին կհաջողվի գործարք կնքել։ Հաշվի առնելով, որ Իրանի հետ քննարկումները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի եւ արդեն համաձայնեցված են, ես որպես Միացյալ Նահանգների նախագահ չեղարկել եմ գիշերը Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները։ Թրամփը նշել է, որ քննարկումներն ու վերջնական կետերը հաստատվել են Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի եւ այլ երկրների կողմից։ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը դեռ կմնա ուժի մեջ, մինչև
գործարքը չվերջնականացվի։ Մենք պետք է ավարտենք փաստաթղթերի պատրաստումը, դա պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հավանաբար այն կստորագրվի Եվրոպայում, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն, դա պետք է տեղի ունենա բավական արագ։ Մենք ունենք համաձայնագիր, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այսպիսով, սա շատ կարևոր հանգրվան է։ Լրատվամիջոցների տվյալով հնարավոր համաձայնագիրը կարող է ենթադրել հրադադար ավելի քան 60 օր տևողությամբ, այդ թվում Լիբանանում Հորմուզի նեղուցի ապաշրջափակում միջազգային նավագնացության համար, թույլտվություն, որ Իրանը վերսկսի նավթի արտահանումը, հակաիրանական պատժամիջոցների փուլային չեղարկում, միջուկային հարցով բանակցություններ, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցում։ Արևմտյան մամուլը գրում է, որ առնվազն մինչև այժմ բանակցային գործընթացը շատ բարդ է եղել։ Կողմերը միջնորդների օգնությամբ պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակել, ինչը տևել է օրեր։ Առավել բարդ է եղել այդ հաղորդագրությունները ներկայացնել Գերագույն առաջնորդին, որի գտնվելու վայրն իրանական կողմը թաքցնում է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Սպիտակ տան հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը ուղիղ կապի մեջ են եղել։ Ի թիվս այլնի կողմերը քննարկել են արտերկրում գտնվող իրանական ակտիվներն ապասառեցնելու հարցը։ Թե որքանով են հայտարարված դրույթները համապատասխանում իրականությանը հայտնի չէ։ Փաստաթղթի հստակ բովանդակության մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել։ Իրանական կողմը դեռևս չի հաստատել համաձայնագրի վերջնական համաձայնեցման մասին լուրերը։ Միացյալ Նահանգների հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները գրեթե ավարտվել են։ Խոսքը հիմնական կետերի մասին է։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ էլ անհանգստություն են առաջացրել եւ խափանել են գործընթացը։ Իրանը բանակցություններին ներգրավվել է ամենայն պատասխանատվությամբ, սակայն ամերիկյան դիրքորոշումները բազմիցս փոխվել են, ներկայացվել են անիրատեսական պահանջներ, տեղի են ունեցել հարձակումներ։ Լուրեր են շրջանառվում, որ համաձայնագիրը կարող է կնքվել Եվրոպայում, մասնավորապես Շվեյցարիայում։ Ստորագրման արարողությանը Վաշինգտոնի կողմից ամենայն հավանականությամբ կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ հնարավոր չէ Միացյալ Նահանգների հետ որևէ երկարաժամկետ համաձայնագրի հասնել ուժի միջոցով։ Սպառնալիքների, վախեցնելու կամ ուժի կիրառման միջոցով որևէ կայուն համաձայնության հասնել հնարավոր չէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Իրավանին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից։ Դիվանագետն ընդգծել է, որ իրանական կողմը երբեք բանակցություններ չի վարել սպառնալիքների եւ ճնշման ներքո։ Եթե Վաշինգտոնը իսկապես շահագրգռված է դիվանագիտական լուծմամբ, նա պետք է հրաժարվի սպառնալիքների լեզվից եւ Իրանի հետ փոխգործակցի, փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության եւ միջազգային իրավունքի լիակատար պահպանման հիման վրա։ Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը ձգձգել է բանակցությունները եւ Իրանը ստիպված կլինի բախվել դրա հետևանքներին։ Իսպանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել աջակցություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Իսպանիայի падգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացնելով խորհրդարանական բոլոր խմբակցությունները հայտարարում է. իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական եւ կայուն կերպով վերջ դնելու երկու պետության միջև հակամարտությանը։ Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ այս համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության եւ քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաեւ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից եւ ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։ Հանձնաժողովը նաեւ ընդգծում է սահմանազատման, վստահության եւ անվտանգության միջոցառումների, վեճերի խաղաղ կարգավորման եւ մարդասիրական, հատկապես անհետ կորած անձանց առնչվող հանձնառությունների վերաբերյալ նախատեսված մեխանիզմների կարեւորությունը։ Այս իմաստով եւ որպես խաղաղության գործընթացում առաջընթացի վկայություն հիմնարար նշանակություն ունի բոլոր պատանդարված հայերի ազատ արձակման ուղղությամբ առաջընթացը, քայլ, որը կամրապնդի փոխադարձ վստահությունը եւ կուժեղացնի համաձայնագրի հումանիտար բաղադրիչը։ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է հաղորդակցությունների բացմանը, տնտեսական համագործակցությանը եւ տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունների կարեւորությունը, որպես Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը նպաստող տարրեր։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է անդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի եւ կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի կալանքի ժամկետը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նույնքան ժամկետով երկարաձգվել է հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի տնային կալանքը։ Բացի դրանից 5 ամսով երկարաձգվել է Գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղարության նախկին ղեկավար եւ Ալիևի աշխատակազմի նախկին աշխատակից Էլդար Ամիրովի կալանքի ժամկետը։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։